Մանթաշյանց անտառն այլևս գաղափար չէ, այլ իրականություն։ Մանթաշյանց գործարարների ակումբը համագործակցելով Իմ անտառ Հայաստան հասարակական կազմակերպության հետ մեկնարկել է կարևոր նախաձեռնություն նոր անտառատնկման ծրագիր Գեղարքունյանց լեռներում Ծաղկունք գյուղի տարածքում։ Այս քայլով դրվել է համայնքային եւ բնապահպանական նշանակություն ունեցող նախագծի հիմքը՝ բիզնեսի մասնակցությամբ դեպի կայուն եւ կանաչ Հայաստան։ Այս տարի մենք մոտ 20,000 ծառի բան կազմակերպեցինք, ոնց որ դրամ հատկացրեցինք ակումբականներով մոտ 20,000, որը մի մասը հիմա կտնկենք, մյուս մասը չենք հասցնի, արդեն սեզոնը ավարտումը կմնա ոնց որ տարվա վերջի համար։ Գաղափար ունենք ամեն սեզոնին հատկացումներ անել, այդպեսի։ Ու մոտավորապես պլանավորում ենք թիվը հասցնել ապագայում տարին մոտ 100,000 ծառի։ Ակումբի գործարարները այս ներդրման միջոցով միացել են մի կարևոր առաքելության վնասակար արտանետումները փոխարինել թթվածնով ու մաքուր օդով։ Ակումբական Սոնա Եղիազարյանը վստահ է, այս նախաձեռնությունը միանվագ չէ։ Նրա խոսքով նպատակը շարունակականությունն է եւ առաջիկա տարիներին նախատեսվում է տնկել մինչեւ 1 միլիոն ծառ։ Գաղափարից դեպի գործողություն ընդամենը 1 շաբաթում այսքան քանակի մարդ համախմբվեց, որ այսինքն սա խոսում է բարձր սոցիալական պատասխանատվության մասին, որպես հայ, որպես հայրենասեր հայ, ինչպես նաև որպես գործարար։ Կարծում եմ ցանկացած մարդու դա պատասխանատվությունը ունենալ եւ հոգ տանել մեր հայրենիքի, մեր երկրի, մեր հողի մասին։ Իմ անտառ Հայաստան հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Հեղինե Արմենյանը ծառատունկից առաջ Մանթաշյանց ակումբի գործարարներին ներկայացրեց անտառատնկման մի շարք կարևոր սկզբունքներ։ Նա նշեց, որ տարածքի ընտրությունն իրականացվում է գիտական մեթոդաբանությամբ, հաշվի առնելով հողի կառուցվածքը, տեղանքի ռելիեֆը, տեղումների քանակը, ինչպես նաև տարածաշրջանի ֆլորան, ֆաունան եւ այլ էկոլոգիական գործոններ։ Այստեղ կոնկրետ հենց հիմա մենք տնկում ենք վայրի խնձոր, վայրի տանձ եւ սոճի։ Այսօր մոտավորապես 250 ծառ ենք տնկելու, խտությունը մոտավորապես 3000 ծառ 1 հեկտարի։ Հիմա ինչքան կտնկենք չգիտեմ, կախված է մեզանից, բայց 20,000 ծառ, Մանթաշյանի 20,000 ծառը մոտավորապես կազմելի է մոտավորապես 7 հեկտար։ Ծառատունկի ընթացքում մանթաշյանականները կիսվեցին իրենց տպավորություններով, պատմելով այն յուրահատուկ զգացողությունների մասին, որ ապրեցին ծառ տնկելիս։ Ակումբականների համար սա պարզապես էկոլոգիական ակցիա չէր, այլ գիտակցված մասնակցություն մի գործին, որն ուղղված է ապագա սերունդների համար ավելի առողջ միջավայր ստեղծելուն։ Հիմա գտնվում ենք Գեղարքունիքի մարզում, Սևանը մեզանից մի քանի կիլոմետր հեռու է եւ առաջի ծառերն ենք տնկում։ Այս գիծը սոճի գիծն է, նաեւ վայրի խնձոր ունենք եւ տանձ, այնպես որ բոլոր արջերին հրավիրում եմ մի քանի տարուց սեպտեմբեր ամսին այստեղ հավաքվել։ Շնորհակալություն այս հրաշալի նախաձեռնության համար, իրապես ինքը այնքան էմոցիոնալ է, որ նախ կյանքումս առաջին անգամ եմ ծառ տնկում, բայց տնկում եմ մեր ընկերության անունից, Մանթաշյանցի անունից, որպեսզի այդ ամրությունը հողին կպնելու այդ գաղափարը ծառի միջոցով փոխանցեմ մեր թիմակիցներին։ Ակումբականները վստահեցնում են, Մանթաշյանց անտառը միանգամյա նախաձեռնություն չէ։ Նրանք շարունակելու են հետևողականորեն աջակցել դրա աճին ու կայացմանը, դարձնելով այն երկարաժամկետ հանձնառության խորհրդանիշ համայնքի ու բնության հանդեպ։